Մանուկյան 24 Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, վերջի շրջանում ձեր թիմակիցները ոչ մի առիթ բաց չեն թողնում անդրադառնալու համար լրագրողների, կլինի դա ազգային ժողովի ամբիոն ջեպասույցներ, հաղորդակցություններ, նոր պրոյեկտներով են հանդես գալիս եւ առաջին հաղորդումների ինչ-որ բլոկով նվիրված էր լրագրողներին, սա ձեր կողմից է տրվել հրահանգը թիրախավորելու անդրադառնալու լրագրողներին, այդ կերպ նաեւ մեծ հիշվելով լրատվամիջոցներին, որ հաջորդ գործընթացները լինելու են լրագրողների նկատմամբ, որ լրագրողները կալանավորվելու եւ նաեւ խնդրում եմ անդրադառնալ հովանավորություն տեղի ունեցած միջադեպին, պատարագի ժամանակ պետական պահպանության ծառայողը դուրս հանեց քաղաքացու եկեղեցուց, լրացնելով նրա ձայնասրահ հրահանգները եւ իրենից տվել շնորհակալություն։ Գիտեք, ես սովոր չեմ մեկնաբանել իրավիճակներ, որից տեղյակ չեմ, ինչ որ դուք ասում եք լրագրողներին թիրախավորելու մասին, առաջին անգամ եմ լսում դրա մասին, չեմ կարող ոչի բան ասել, ամեն դեպս եթե առիթ լինի, ոչ թե առիթ լինի, կհետաքրքրվեմ, թե ինչի մասին է խոսքը, եթե կոնկրետ ելույթներ նկատի ունեք, խնդրում եմ փոխանցեք, որպեսզի ես ավելի կոնկրետ իմանամ ինչի մասին է, իսկ գիտեք, ես չեմ Գիտեք, ձեր ասածը վերաբերվում է ջեպազրույցների, հաղորդումների եւ այլնի, ես չեմ տեսել կոնկրետ իրավիճակ եւ հետեւաբար չեմ կարող մեկնաբանել։ Առիթ կլինի, ասում եմ, եթե կոնկրետ բան նկատի ունեք, այդ ելույթները կարող եք ուղարկել, ասել, այս վարքյանից, այս ինչ վարքյանը նկատի ունեմ, այս րոպեից, այս ինչ րոպեն նկատի ունեմ, mən խնդրում եմ չասեք, այս ամբողջը նկատի ունեմ, որովհետեւ չեմ կարողանալու ամբողջը նայեմ։ Ինչ վերաբերում է Հովանավանքի դեպքին, ես պետական պահպանության ծառայությունից բացատրություններ եմ խնդրել եւ նրանք ասել են, որ որոշում է կայացվել այդ թվում այդ քաղաքացու անվտանգությունը ապահովելու նկատառումով, որովհետեւ նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել եւ դրա համար այդ որոշումը կայացվել։